Շնորհակալ եմ։ Ես էլ եմ շնորհակալ։ Ներեցեք, դուք ինչի համար եք շնորհակալ։ Որ ձեր նման մայեջքին, Լոս Անջելեսի հազարավոր ռեստորանները թողած իր երեկոն անցկացնում է այս ռեստորանում։ Ո, փաստորեն սա ձեր ռեստորանն է։ Փաստորեն։ Շատ էի լսել այս ռեստորանի մասին, բայց երբեք ժամանակ չէի գտնում։ Այսօր ժամանակ գտա եւ որոշեցի անձամբ գալ։ Ներկայանամ, Վանո։ Շատ հաճելի է, Նելի։ Ժամադրված եք։ Ինչ որ մեկի սպասում եք։ Ոչ, պարզապես որոշեցի մենակ մնալ։ Փաստորեն ես խանգարեցի ձեր միայնությունը։ Կներեք։ Մի անհանգստացեք։ Միշտ էլ հաճելի է բարեկիրթ մարդկանց հետ շփվել։ Ճիշտ ասած ինձ էլ զարմացրեց այն փաստը, որ ձեր նման հմայեշկինը միայնակ է նստած։ Խնդրում եմ վերցրեք։ Միշտ ուրախ կլինեմ օգտակար լինել ձեզ։ Ուրախ ժամից։ Շնորհակալ եմ։ Ստեսություն։ Ցտեսություն։ Կարող եմ ես հաշիվ ունենալ։ Ձեր հաշիվը փակված է։ Ոսն է վերացրել։ Օ, շնորհակալ եմ։ Խնդրեմ։ Բռնել ես որ չընկնեմ։ Հա, չի երևում։ Դողում եք ջայն վրա։ Հա բա ոնց, գիշերները չենք քնում։ Իզուր, քանի ես կամ հանգիստ քնեք։ Սպասելը չքշես։ Ինչի։ Չքշես ասում։ Թե ասա ուր ես քան խմում։ Համաձայն եմ ախմախ բանը խմել է։ Լավ, հիմա կարամ քշեմ գնանք։ Սպասելի մի քշի մի րոպե։ Ում սպասեմ, կամ էլ ինչին։ Գիտես չէ, օյաղ մարդու մտքինը խմածի լեզվին է։ Դե ասա տենամ, ինչ ես ասում։ Չեմ ուզում ասել, ուզում հարցնել։ Դե ուրեմն հարցրու։ Դու էլի ինչ եք սարքում գլխիս։ Մենք։ Ոչ մի բան։ Ընդհակառակը ինչ արել ես դու ես արել։ Ես։ Լավ էլի Թոնի, քշեմ գնանք։ Քեզ կիչացնեմ տուն, ես էլ գնամ քնեմ։ Զարմանում եմ։ Ոնց է քո նման աղջիկը մենակ քնում։ Մենք կարծեմ պայմանավորվել ենք, չէ՞ որ այս թեման փակա։ Հիշի, յուրաքանչյուր փակ բան մի օր բացվելու է։ Լավ ժամանակ ենք անցկացրել։ Խմել, պարել, ուրախացել ենք։ Ինչի ես էլի համը հանում։ Լավ, հասկացա։ Մերտասը որ իմ համար մեռնում ես ու գնացինք։ Հա, մեռնում եմ։ Այդ ճաշակով աղջիկ ես, զառով չի։ Ինչ ահավոր բանը խմած տղամարդը։ Նելին երկու առավելություն ունի։ Առաջինը ես եմ, երկրորդն է դու։ Բարև Շուշիկ տատա։ Վայ, բարև Տաթև ջան, բարև բալես, արիներս արի, տես։ Արի տատ ջան։ Հա, ինչ կա։ Ոնց եք, ինչ արեցի, գնացիք բժշկի։ Հա, գնացինք։ Հա, ինչ ասեցին Տաթև։ Դե անալիզները տվեցինք, երևի վաղը նոր պատասխանը կգա։ Այ Տաթև ջան, անալիզները ինքը միջև խորենի գնալն էր տվել։ Դու պիտի իրան միանգամից հիվանդանոց պարկեցնեիր։ Հա, կպարկեցնենք։ Ուղղակի թող անալիզների պատասխանը գա համեմատենք նախորդի հետ։ Հետո մեր անելիքը կիմանանք։ Վայ, նվարդ։ Ես դեռ միջև խորենի գնալն էի ասում, նվարդ թող երեխեքը իմանան քո հիվանդության մասին։ Թե բա չէ ու չէ, խորենը որ իմացավ, այդ ամերիկան չի գնա։ Պահ, իլչի չէր գնա որ, կգնար, ձեզ էլ մի լավ կօգներ։ Գոնե դուք ինձ պետք է ասեիք։ Տաթև ջան, ախր ես ոնց կարայի ասեի։ Մերդ գիտես գլխիս ինչ օին կսարքեր։ Չէ, արի մի բաժակ սուրճ կխմենք։ Չէ, պետք չի Շուշիկ ծեծայ, ես ուրիշ խնդրանքով եմ եկել։ Ինչ խնդրանք Տաթև ջան։
Կարող է փողա պետք։ Չէ, փող պետք չի։ Հա, ինչ է։ Ես Սամվելի գործերով պետք է դուրս գամ, որ խնդրեմ մի քանի ժամ կմնաք մամայի ու երեխայի մոտ։ Ճիշտ է, մաման ասում է, որ ամեն ինչ լավ է, բայց ես վախենում եմ իրենց մենակ թողնել։ Վայ, Տաթև ջան, առանց խնդրելու գնում ես գնա։ Էսա ճաշի տակը մի հատ անջատեմ ու կգնամ իրանց։ Շնորհակալ եմ։ Վայ, Տաթև ջան, հանգիստ գնա քո գործից։ Տաթև, իսկ Խորենին ասեցիր մորդ վիճակի մասին։ Չէ, դե մաման չի ուզում, որ Խորենը իմանա։ Վայ, նվարդ, ախր ինչի չի ուզում իմանա, ես չեմ հասկանում։ Այդենց ոնց կլինի, բա Խորենը չիմանա իր մոր ու քրոջ վիճակը այստեղ ինչա։ Թող իմանա մի քիչ էլ ձեզ օգնի։ Օգնում է էլի։ Օգնում է։ Թող շատ օգնի։ Հա բա ինչ։ Թե չէ այստեղից գնացողները մի անգամից մոռանում են այստեղինների մասին։ Այ օրինակ ես, միչև ամեն օր չզանգեմ տղաներից չհիշեցնեմ, մի հատ էլ ինձ չեն հիշի, իրենց կնիկների պոչը բռնած կմնան։ Էնպես որ դու զանգի Խորենին անպայման ասա։ Լավ, ես գնամ։ Կզանգեմ։ Գնա Տաթև ջան, հանգիստ գնա քո գործին։ Հա բա ինչ թող Խորենին զանգի ու ասի։ Բայց ես չեմ հասկանում, սրանք էս ինչի են այսքան անհանգստացած Խորենի իմանալ չիմանալու մասին։ Սենց որ գնաց այս Խորենը 3 ամսում այս խեղճերին կմոռանա։ Հա, մորն էլ կմոռանա, քրոջն էլ։ Չէ, ես պիտի պարզեմ, պիտի իմանամ ինչա կատարվում։ Ալո, բարև ձեզ։ Ես Սամվել Մանուկյանի իրամայրն եմ։ Ուզում եմ հանդիպենք, երբ կարող եմ գալ։ Ես ամբողջ օրը վարչությունում եմ լինելու։ Երբ ձեզ հարմար է, եկեք տիկին քնար։ Լավ, շնորհակալ եմ առայժմ։ Չէ, նման բան չէր կարող լինել։ Լրիվ խելքս կորցնում եմ, ախր ես ինքս իմ ոտքով եմ գնացել ոստիկանություն։ Ինքս եմ հայտնել Սամվելիս անհետանալու մասին։ Տաթևը չէր կարող այդ ժամանակ Տիգրանին ճանաչել։ Իսկ եթե հետո այդ քննիչը Սամվելիս գտել է ու… Չէ, չեմ հավատում։ Լավն է իսրան, ճանաչում ես? Կոյետ է մարա, ճանաչում ես դրան ինչ ես դստե բեանը ջուր առել։ Բայց քեզ հարցնում որ Ստացած կյատում։ Լսի մուր, ես վերջերս ճիշտ ու սխալը սկսել ես կորցնել։ Որ հարցնում եմ, ուրեմն պատասխանի, այլ ոչ թե դու ինձ հարց տուր։ Հա։ Ինչ հա։ Ասում եմ հա, ճանաչում եմ։ Բրլյանտի Նեսոյին քաղաքում ով չի ճանաչում որ։ Լավ է որ ճանաչում ես։ Ոսկի տես սփրտնալ որ։ Ես։ Չկա տես։ Լավ, դու խտեղը պահի։ Մենք էլ շատ գործ ունենք իրար հետ անելը։ Սրա այդ կապված ինչ կա որ։ Աստորեն, ես սխալ հաշվարկներ եմ արել այսքան ժամանակ։ Հատկովս չեն անցել, բայց ես ուշ։ Որ բաղ դեդ։ Բան չջոգի։ Մոր, այդ վզնոցը կարար Խորենի հոր մոդրներ, բայց այն մեջինը։ Ոնց։ Մենք մի իզուր ենք սաղ լոսը խառնել իրար։ Մենք չենք խառնել, ես եմ խառնել։ Այդ ինչ տարբերություն ձեզ։ Մի ինչ։ Այդ վզնոցը քեզ էլ պետք չի։ Как таковой, հենց գլխանցել այդ վզնոցը ինձ պետք չէր։ Ինձ պետք է մեջինը ու
դրա հետքը ես չեմ կարող գտնեմ։ Բայց ես ի՞նչ կապ ունի դրա հետ։ Ես Վանոյի քիպն է։ Ժամանակին շատ կեղտոտ գործեր են արել իրար հետ։ Աստորեն դու սրան ժամանակին ճանաչել ես։ Ճանաչել եմ։ Բայց ինքը բիջ էր։ Վանոյի պես ջոգեց եւ ապետ ցավարվել ու թռավ մեր վրից։ Վանոյի նման թռավ Ամերիկա։ Չէ, ինքը Ռուսաստանում գլուխը պահեց։ Հետո որ երկիրը քանդվեց եկա ու սկսեց թրփոշանալ։ Բայց ինչի հաշվին։ Նրա թուրը լավ է, հիմա աչուձախ կտրում է։ Այդ ես էլ եմ ուզում իմանամ։ Բախորը Սարև, օրեսուն տունն ես թալանը։ Ես ասի աշոտը իմացել է, ոչ չէ։ Էժան բրցանք լավ է։ Ես ինչ պետք է անեմ ձեզ ասա։ Երկարը վերցրու։ Բարև։ Բարև։ Խորեն ես սա սիրում։ Հետաքրքիր է, բայց երբ որ գնում ենք ռեստորան, միշտ երկարն է պատվիրում։ Դե տանցյալում էր։ Հիմա խորենը էս բրինձն է սիրում։ Խորեն ասացիր հիշեցի։ Վաղուց չեմ խոսել հետ, այսքանի օր զանգեմ տեսնեմ ոնց է։ Ինչի այսքանի օրը որ։ Ուզում ես հենց այսօր էլ կարաս զանգես։ Ճիշտ ես ասում, հենց այսօր էլ կզանգեմ։ Լավ, արի օգնեմ քեզ։ Ինձ։ Հա։ Հիմա հերթով քեզ կասեմ, թե խորենը ինչեր է սիրում, ինչեր չի սիրում։ Կառնես, կտանես ու շատ շնորհակալ կլինի, հավատա։ Մերի ջան, դու ինձ մենակ մի բանով կարաս օգտակար լինես։ Խնդրեմ, ասա, ինչ որ ասես։ Աշխատի հեռու մնալ, համ ինձնից, համ խորենից։ Ափսոս։ Բայց ես իրոք շատ էի ուզում, որ իմ ու քո ընկերությունը կայանա, գիտես։ Կներես, բայց ես նոր ընկերուհիների կարիք չունեմ։ Ուղղակի լավ աղջիկ ես, բարի ես, չեմ ուզի, որ խորենի նման մեկը քեզ դժբախտացնի։ Կլինի դու քո խնդիրներով զբաղվես։ Հա, ինչի՞ չէ, տենց էլ անում եմ, բայց մի մոռացի, որ խնդիրներից ես մեկն էլ խորենն է։ Ինձ որ լսես երկարը կվերցնես։ Ոնց մազերդ կպոկեի։ Տաթե։ Կարելի է։ Այարք է, արի։ Չեմ խանգարի։ Չէ, նստի։ Ինչ է եղել, որ սենց առանց զգուշացնելու եկել ես։ Սամվելի Ինչ Սամվելի։ Սամվելի մայրը մեզ տեսել է միասին։ Ընդամենը։ Բարձա։ Ես էլ ասում եմ ինչեր տիկին քնարու ուզում ինձ տեսներ։ Քնարը քո մոտ է եկել։ Տեսել ես նրան։ Չէ, սպասում եմ։ Ինչ ես ասելու նրան։ Հանգստացի։ Ես գիտեմ ինչ կասեմ։ Դու անհանգստանալու կարիք չունես։ Չես հասկանում։ Նա չի հանդուրժի, որ մենք միասին լինենք։ Մի մոռացի, երեխաներս նրա թոռնիկներն են։
Նարը մամային ասել է, որ ես ու դու ենք մեղավոր Սամվելի անհետացման հարցում։ Ինչ։ Հա։ Նա վստահա, որ մենք համաձայնության ենք եկել ու Սամվելին… Ինչ ես խոսում, Տաթև։ Պետք է Նիկո հոչի ցնդել։ Չէ, չի ցնդել։ Բարև։ Ասացի գամ օֆիս չուզեցիր։ Չէ։ Ամեն ինչ նորմալ է, ո՞նց ես։ Լավ եմ։ Արման ճիշտ եմ ասում, հավատա, ես չգիտեմ Մագան որտեղ։ Բայց ով ասեց, որ Մագայի մասին պետք է խոսանք։ Բա ի՞նչ համար ես ինձ կանչել։ Ինչի քեզ թվում է մենք էլ խոսալու թեմա չունենք։ Օրինակ։ Դե Կարենի հետ էի խոսում։ Պարզա։ Հետո պատմեց իր հերոսությունից։ Չէ։ Ավելի շուտ քո հերոսություններից էր խոսում։ Ասում է, որ քեզ կոտորում ես Խորենի մոտ հասնելու համար։ Իսկ ուրիշ բան չի ասում։ Ինչի ուրիշ ինչ պետք է ասել, որ։ Չէ, ոչ մի բան։ Ուղղակի հետաքրքիր է, էլի։ Դու գիտես, ոնց որ իմ համար հարազատ քրոջ պես ելնես։ Հա։ Դու ու Կարենն էլ իմ հարազատ եղբայրներն եք, չէ՞։ Չնայած որոշ մարդիկ ոնց որ թե ուրիշ պլաններ ունեն։ Ինչ ասիր։ Չէ, ոչ մի բան։ Դու ասա տեսնեմ ինչ էիր հարցնում, եղբայր ջան։ Դե որ տենց է, քուր ջան։ Կարաս ինձ ասես, ես ինչ պետք է անեի, որ իմանայի քուրս պետք է սրաններն աբսոլյուտը տանի, հա։ Արման։ Կներես, երևի մի քիչ սխալ արտահայտվեցի։ Դու Կարենը ինձնից ինչ եք ուզում։ Անպետք չի, որ դու քեզ կոտորես Ամերիկա հասնելու համար։ Հավատա այդ Խորոյին էլ դուր չեր գա։ Սխալվում ես։ Ի տարբերություն շատերի Խորենի իր երազանքներին հասնելու համար ամեն ինչ կաներ։ Երևի մենք երազանքներով չենք ապրում։ Մենք վաղուց արդեն այդ տարիքից անցել ենք։ Կարեն ձեռ մի առ։ Լավ, կատակ եմ անում։ Ուղղակի ուզում եմ ասեմ, լավ, քո կյանքն է, ոնց ուզում ես ապրի։ Բայց մտածի ոնց ես վարվում քո կյանքի հետ։ Օրինակ, եթե ես լինեի Խորոյի փոխարեն, հաստատ չէի թողի, որ իմ սիրած աղջիկը այդ տեսակ աշխատանքով զբաղվեր։ Հանգիստ եղեք։ Ես էլ այդտեղ չեմ աշխատել։ Իսկ օֆիս ինչի չես ուզում գնաս։ Կարենը չի ասել։ Դե ասաց, որ նեղացել ես, որ չի թողել գնաս այդ տեսակ աշխատանքով զբաղվես։ Ինչա ճիշտ չի ասել։ Չէ, ճիշտ է։ Ամեն ինչ ճիշտ է։ Ինչ ես խառնվել իրար, մի քիչ համբերի էլի։ Խորենը ոնց էլ լինի հաստատ մի բան անելու է։ Հենա, տղեն աշխատանք է ճարել, աշխատում է։ Ամեն ինչ լավ է լինելու։ Հաստորեն ես երջանիկ մարդ եմ։ Տեսնում ես ինչքան մարդ է մտածում իմ մասին։ Հա, տենց էլ կա։ Դու խելքդ գլուխդ հավաքի գնա օֆիս ու քո աշխատանքով բզբզա։ Ինչև տենանք մայստրոն ինչ է անում։ Երևի դու ճիշտ ես։ Մայստրոն առանց ինձ երկար չի մնա։ Լավա, արդեն մեքենայել ունես, հա? Բարև, Մերի։ Հա, կարևորն էնա, որ էլ գնալ գալու խնդիր չեմ ունենա։ Չէ, կարևորը էնա, որ սրանից հետո էլ տանող բերողներիդ նեղություն չես տա։ Ճիշտ է։ Լավ խելացի տղա ես, Խորեն։ Կեց ես, բրավո։ Լավ կարճ ժամանակում հասկացար, թե Ամերիկայում ոնց է պետք ապրել։ Ինչի նկատի ունես։ Դե լավ տան մեջ ապրում ես, այդ տան մեջի գեղեցկուհուն գրավել ես,
Հեսա շտով կամուսնանաս, կորինականանաս, հետո ես հիներշտ կցրես սրա փոխարեն մի հատ թույն Mercedes կքշես։ Դե աները տիրասիրելի փեսային կտա, փեսան էլ կվայելի։ Այդ ամեն ինչ ու այդքան լավ գիտակցում ես։ Ինչի դու ինքդ այդ ճանապարհը չընտրեցիր։ Դու իմ հետ մի ամեմատվի։ Ես իմ ազատությունը ոչ մի բանի հետ չեմ փոխի։ Իսկ ինչ ես ենթադրում, որ ես կփոխեմ։ Ենթադրել։ Խորեն ջան, սկզբից համոզեցին, որ գործից դուրս գաս։ Հետո կհամոզեն, որ գնաս լեզու սովորես։ Դե հետո էլ կհամոզեն, որ մենակ ստեղծագործես։ Վերջում էլ կասեն դե նստի ու արքայա վայելի կյանքը։ Ինչ վատ բան կա դրա մեջ։ Վատ բան։ Չես հասկանում, որ սենց գնալու ես ու գնես իրանց սարդոստայնը։ Հետո ոչ մի կերպ չես կարողանալու դուրս գաս, գիտես։ Ու եթե հանգարց մի օր որոշես դուրս գաս ու փախնես, քեզ այսպես մրջունի պես կբռնեն ու կտրորեն։ Հիմա խելոքը ես եմ, թե դու։ Իհարկե ես։ Վաղը չեմ իսորը տարիները կանցնեն, չես էլ զգա ոնց գերի դառար։ Հետո գլխիդ կտաս ուշ կմի։ Պես առաջի քայլը արել ես, ախպես, մեքենա ունես։ Գնա ինքնուրույն քո համար ապրի, ինչ ես ուզում։ Քեզ պետք է սրան նրանց պարտքի տակ մնաս։ Հիմա գիտես ինչ ես ինձ տենց ուշադիր լսում։ Չի։ Որովհետև հոգուտ խորքում գիտես, որ ճիշտ եմ ասում։ Դու այդղա, օնո, ես քեզի եփսեցի, դու եփ կուկաս։ Երեխես գործ ունեցե երևի։ Արինիկ ջան, արի ցավը տա։ Օնո ջան, ես էս մորը չկրնացա սկան տարվա մեջ բան հասկացնեի։ Չնայած կապ չունի, ես ասեմ, չասեմ, երի ինքը նույնն է։ Խաչիկ։ Լավ էլի խաչիկ։ Հերիք եղավ։ Չէ լուրջ մամ, կատակը մի կողմ։ Պապա այդ լուրջ խոսալու բան ունի։ Աշխարհ, պուջ աշխարհ։ Ուրիշների երեխեք առաջին իրենց մայրերի հետ են կիսվում։ Էլմիր, դու չես զգա, ես արդեն քեզի դիմադրելու ներք չունիմ աղջիկ ջան։ Խաչիկ։ Եթե կուզես ճիշտ իմանաս, առաջինը ես կուզեմ այս տնից երթամ։ Հա։ Փառքը չա Տեր Աստված։ Վայ։ Ուր եմ զիրպես բաղթ, ուր եմ։ Պապ։ Սա։ Ինչ։ Բայց քան ժամանակ բան չի ասել, բայց հիմա ուզում եմ ասեմ։ Սա։ Բայց 30,000 փող է պետք։ 30,000։ 30,000-ն ինչ պիտենես։ Հիմա կբացատրեմ։ Մենակ ուզում եմ իմանամ ռեալ կարաս ճարես թե չէ։ Հոնո ջան, 30,000։ Հոնո ջան, հələ մի հատ ինձ ասա թե 30,000-ն ինչի դե պետք։ Հոնո ջան, հələ մի հատ սա ես հասկնամ, թե այդ փողը ինչի դե պետք, բայց կռնա ու այդ հարցը առանց այդ փողի լուծենք, ես հասկնամ որ Չէ, պապ, չի լինի։ Ինչ շատ փող է պետք ու քաշ։ Ուրեմն լսի ինչ եմ ասում։ Ես քեզնից շատ շնորհակալ եմ Արման ջան։ Ինչի համար, Անջան։ Ամեն ինչ լավ է։ Քո հետ խոսել ինձ շատ օգնեց։ Լավ գնաց։ Ան։ Ասում ես մագան որտեղ է։ Իրիկունը կխոսենք, հա։ Լավ հասկացա։ Դե հիմա գնա գործիդ։ Թող ախմախ կարեն դել մի քիչ իրան լավ զգա։ Ու թող հասկանա, որ առանց ինձ ոչ մի հարց չի կարա լուծի։ Չվախենաս, Անջան։ Հրես ինչ գործ ունիս տե։ Քշի։
Բարի կարելի է բանուջը։ Արի ուստեղ խաչիկ, բարի։ Բարի աղբերս։ Կաստեիսի, մադիմ տեսնիմ աղբերս ինչ է, մեկ էլ են սի տեսնիմ էլ են վազնոցի հեպի պատմությունն ինչ եղավ։ Լավ ենք, ուստեղ խաչիկ, այդ նույն ձև մնում է, դու ոնց ես։ Դե լավ ենք, Վանու ջան, լավ ենք, պրոստը տղես է մեկ չմ մեծ պրոբլեմների մեջ։ Մատաղել ասում է դու ես պրոբլեմների մեջ։ Ինչ է դա ուսուդեղ տեսար։ Եկավ ասեց մեծ պրոբլեմների մեջ ես, փողա պետք, գոլամանչում ես գազ, ինքն ա ուզում քեզ օգնածնի։ Ոչ տվիր փող։ Չէ, ասի գնա մի քանի օրից արի էլ չեկավ։ Վայ, ում ենք պարտունջում հաստավ է Վանո ջան։ Եղավ թե ես հելա աղբերս։ Խաչիկ, երու տղա որոշեք, որ դա պրոբլեմն է, ես միշտ եմ։ Հա, եղավ Վանո ջան, հաջողություն ցավոք աղբերս տես։ Սենց ապրելը հաստատ ավելի լավ է էլի։ Սենց ո՞նց։ Դե սենց դուք ձեր համար ազատ, ձեր գլխի տերն եք։ Այանի դու քո գլխի տերը չես։ Չէ, ես լավ եմ գլխի տերը, բայց մեկը ինչ ուզում ալնի։ Ուրիշ մարդկանց տանն եմ ապրում։ Այդ մեկի հետ լրիվ համաձայն եմ։ Ուրիշ տանը ապրելը մի տեսակ այն չի էլի։ Դիսկոմֆորտ է։ Ես որ նոր եմ եկել, մի տենց 3 ամսի չէ բարեկամիս տունն էի մնում։ Խոր ջան, որ ինձ լսես ավեր, ընդհանրապես մտքիցդ կհանես այդ տնից դուրս գալու մասին։ Չի։ Ապեր, օտար երկիր ես, Վանոյի պես մարդ կա կողքդ։ Ճիշտ է ասում։ Հա, լսել եմ Սիրուն էլ աղջիկ ունի։ Ամուսնացի բրծի էլ։ Հա, էլի խոր։ Վանոն թագավորի պես կպայի քեզ, մի անգամից առաջ կընկնես։ Ես էլ չգիտեմ արդեն թե ինչ եմ ուզում, սաղ գլխից մեջ խառնում լերեր։ Դրա համար պետք է ամենասկզբից նայես։ Ինչը սկզբից։ Հարցերին ամենասկզբից նայ։ Այսինքն ինչի համար ես եկել հասել Ամերիկա, որն է քո գերագույն նպատակը։ Ող աշխատել։ Այդ բոլորն էլ տենց են ասում։ Այդ ամենալավ ցերողական պատասխանն է։ Չէ, ինչ ցերելու մասն է խոսքը, ես իսկապես եկել եմ ես երկիր փող աշխատելու համար։ Փող աշխատելու համար։ Քարվաշում աշխատում է, իրեն չի դուրս եկար։ Լավ էլ աշխատում եք, չէ՞։ Քեզ էլ մեքենա առար։ Չէ, հաուրանդ է մեքենա, ոնց որ սամակատելնի։ Դե կարևոր չի։ Լավ, հակ դու ասա։ Քո կարծիքով մարդիկ ինչ են գալի Ամերիկային էլ սաղ աշխարհից։ Նայ, շատ ճիշտ բան ասում։ Սաղ աշխարհից են գալիս Ամերիկա։ Մենակ մենք հայերս չենք։ Քո կարծիքով Նորվեգիայում կամ Գերմանիայում վատ է վիճակը, որ մարդիկ թողում գալիս են Ամերիկա։ Մի բան կա, չէ՞։ Դե երևի այդ ամերիկյան երազն է, էլի, բոլորը գալիս են ստեղ, որ այդ ամերիկյան երազը տեն։ Բայց այդ ամերիկյան երազը տենալու համար դու չպիտի մտածես քո payment-ների մասին, բիլերի մասին, Հայաստան փող ուղարկելու մասին։ Ապեր ճիշտ է ասում։ Ես մարդ գիտեմ, որ 20 տարի ստեղ ապրում է, 20 տարի է մոլում աշխատում։ Ու ամենալավ բանը, որ ինքը տեսել է այս երկրում, 3 օր Վեգասում է։ Մի խոսքով Խորեն ջան, կարգին տուն ես ընկել։ Ինձ որ լսես, մի բան կանես կդառնաս այդ տան տղը։ Այդ դեպքում հաստատ մի քայլ մոտեցած կլնես քո ամերիկյան երազի։ Հանգստացի վերջ։ Վերջ նա գնաց հանգիստ։ Ասում էի, չէ։ Ասում էի, որ ինքը դեմ կլինի այս ամեն ինչին, դու չէիր հասկանում։ Ինչ խոսեցիք։ Նստի տա թե հանգիստ։
Տաթև, ես նրան ամեն ինչ բացատրեցի։ Ես նրան ասեցի, որ դու անպայման ապարզանի դիմում կներկայացնես ու կբաժանվես Սամվելից։ Ոչ ոք լսում ես։ Ոչ ոք չի կարող խցկվել մեր կյանքի մեջ։ Դու չես հասկանում Սամվելը ինձ կսպանի։ Վերջ Տաթև, խնդրում եմ քեզ։ Սամվելի անունն էլ չտաս, լսում ես։ Մոռացի Սամվելին։ Հանգստացի։ Հանգիստ։ Մեկին պետքա պահել, որ այս բիլերով զբաղվի։ Զզվում եմ այս բիլերից։ Այս սովա։ $74,000 Այս Նելին ինչ գործա ծախել։ Մի րոպե։ Բա ինչքանով է ծախել, որ 74,000 ինձ է տալիս։ Դե նա սիրան ինչքան է պահել։ Առաջին չեկդ կստանաս այսքանի օրը, ու հետո այդպես ամեն շաբաթ մի չեք։ Կեցես Նելի։ Ալո։ Բարև Խորեն ջան։ Բարև Տաթո ջան։ Որ ես քո կարիքը շատ ունեմ։ Գիտեմ Տաթո ջան, առավել եւս հիմա։ Բայց մի քիչ է դիմացեք, խոսք եմ տալիս, ամեն ինչ լավ կլինի։ Դու ոչ մի բան չգիտես։ Ինչ ա եղել։ Խոր։ Մամայի մոտ առողջական լուրջ խնդիրներ կան։